Ինչ կապ։ Միացենց բարձրացայն միջեցեք, էլի, ով ինչքան գումարա կորցրել։ 2 միլիոն, բոլոր ասում 2 միլիոն։ Հանկարդան ոչ մի բան չունենք։ 10 միլիոն, 9 միլիոն, 10 միլիոն, 5 միլիոն։ 31 միլիոններ Այո, 20 միլիոն, խնդրեմ։ Քաղաքացի կորցրելա 20 միլիոն։ Բակը բողոքեն, բա ինչ կանեն, բակ ուզեն փակեն, բա ինչ կանեն։ Կամ ինչի պիտի աշխատեին այսքան ժամանակ, որ դուք ուժեիք այդ միլիոնները։ Այսպես կանգնեն պետք է այս բոլոր անդամները, բոլոր քաղաքացիների բոլորի վերնասնեք, որ նմանատիպ բանկերում թալան է կատարվում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Հա, հա։ Դուշացները շատերն էլ կխոսեն, բոլորն էլ կխոսեն, բոլորն էլ եկել են խոսալու։ Հա, ես Մհեր Կարագոզյանն եմ, Հանրային վերահսկողություն հասարակական կազմակերպության ղեկավարն եմ, եւ մեր հասարակական կազմակերպությունը մինչ այսօր արդեն ընդունել է 280-ից ավել դիմում բողոքներ բանկերում տեղի ունեցող զեղծարարությունների եւ կիբերհանցագործությունների վերաբերյալ դիմել ենք պատկան մարմիններին, դիմել ենք գլխավոր դատախազությանը, դիմել ենք քննչականին, դիմել ենք կառավարությանը, դիմել ենք կենտրոնական բանկին, այո աշխատանքներ տարվում են, բայց անբավարար ժամկետները ձգձգվում են եւ համակարգային լուծումներ չունենք։ Արդյունքները ըստ էության չեն եւ շոշափելի չեն եւ այսօր քաղաքացիների հետ մենք որոշել ենք իրազեկման ակցիա իրականացնենք։ Սա մեր ազատ խոսքի իրավունքն ենք ուղղակի այստեղ իրացնելու։ Շնորհակալություն ձեզ արձագանքի համար, եթե պատկան մարմինները արձագանքում են ու այդ արձագանքից որևէ արդյունք չի փոխվում, ես հույս ունեմ ձեր արձագանքից ինչ-որ արդյունք կփոխվի եւ լայն հասարակությանը մենք ուղղակի կտեղեկացնենք, թե ինչքան տուժողներ ունենք, ինչ գումարի չափերով եւ ինչու են նրանք համարվում տուժողներ, եթե այդ գումարները գողացվել են կիբերհանցագործների կողմից եւ բանկերից։ Եվ դրա պատասխանատվությունը ես պնդում եմ, որ պետք է կրեն բանկերը։ Ասեք, եթե հարցեր ունեք։ Ինչու, այսինքն ինչով են բանկերը մեղավոր, կոնկրետ խնդրեմ մանրամասնեք, բանկերը կարող են ասել, թե օրինակ կիբերհանցագործություններ են, չգիտեմ, եւ այլն, մենք դրա հետ որևէ կապ չենք, խնդրեմ մանրամասնեք կոնկրետ դեպքի։ Այո, կիբերհանցագործություններ են, մենք երկրում ունենք գրանցված 17 բանկ, 17 բանկում էլ կան ինչ-որ չափի սողանցքներ, բայց հատկապես 3 բանկեր աչքի են ընկնում թույլ պաշտպանությամբ սողանցքների միտումնավոր բաց թողնմամբ, որ մենք կարծում ենք, որ դա հենց օժանդակություն է կիբերհանցագործների համար։ Հա, որովհետև բանկերի համար այս աշխատելավոճը դարձել է ուղղակի արդյունավետ եւ մենք ունենք կասկածներ, որ իրենք ուղղակի դրանով իսկ միտումնավոր թույլ տալով այդ սողանցքները, բաց թողնելով այդ սողանցքները, ուղղակի ձևակերպում են այդ վարկերը քաղաքացիները հայտնվում են ֆինանսական բեռի տակ։ Հիմա մենք եկել ենք այս մասին իրազեկենք լայն հասարակությանը, փողոցում անցուդարձող քաղաքացիներին, բանկ մտնող դուրս եկողները եւս մեր հայրենակիցներն են, եւս մեր քաղաքացիներն են։ Մենք չենք ուզում, որ միամտաբար հանկարծ տանը նստած SMS ստանան, որ շնորհավորում ենք ձեր վարկը հաստատվեց եւ բանկերը ունեն այստեղ մի շատ կարեւոր ներողություն, բայց արդեն ալիբի, պատճառաբանություն,
որ ձեր անձնագրային կամ անձնական տվյալները դուք եք տվել, ուրեմն ես ասեմ, այստեղ որևէ քաղաքացի, որևէ անձնագրային կամ անձնական տվյալ չի տվել։ Ինչ որ քաղաքացիներից մի քանիսին, այո, եկել են SMS-ներ, քաղաքացիները ինչ որ այդ SMS-ների եկած կոդերը ծուղակում հայտնված քաղաքացին, եթե 4 թիվ է փոխանցում, եթե 6 թիվ է փոխանցում կամ քանի թիվ է փոխանցում, սա չի նշանակում, որ ինքը ընդհանրապես տվել է անձնագրային տվյալ կամ իր ստորագրությունը եւ թույլ է տվել, հասկանում եք, մենք այսօր ահազանգ ենք ստացել, որ քաղաքացու հաշվից հանել են $53,000 դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի 2024 թվականին եւ 5 րոպեվա ընթացքում 90 գործողություն է տեղի ունեցել քաղաքացու հաշիվների հետ, հա? Եթե կասկածելի 5 տարբեր սարքերով, մենք արդեն ճշտել ենք 5 տարբեր սարքերով մտել են քաղաքացու հաշիվները ու չեմ հասկանում, այսինչ անտարբեր վերաբերմունք է եւ այսինչ համակարգված թալանի է ենթարկվում Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Բանկերին ինչով է ձեռնտու ձեր ասածը, որ ասում եք օժանդակում։ Այո, բանկերը իրենք պայքարում են, որպեսզի այդ կիբեր հանցագործությունները չլինեն, որպեսզի իրենց իմիջի, իրենց հեղինակության, իրենց համար, այսինքն այդքան միլիոններ են ծախսում ու մի բան, որ մի բանի էլ օժանդակ են։ Մի հատ կհիմնավորեք ինչով է դա։ Ուրեմն այնպես ինչպես նշածս 17 բանկերից 14-ը կարողացել են սողանցքները փակել, որ նման դեպքեր չգրանցվի, այս 3-ը սա մեկ, երկուսը ուրեմն Արշին բանկն է, երրորդն էլ Ինեկո բանկն է։ Այս 3-ը իրենց պաշտպանիչ շերտերի հետ կարծես թե ոչինչ չունեն անելու եւ խարդախություններն ու հանցագործությունները շարունակվում են եւ իրենք կարողանում են ապօրինի վերծված վարկերը մենք ծածուկ ճանապարհով գախտնի գնալ դատարանների միջոցով այդ գումարները պահանջել քաղաքացիներից անհատականորեն կանգնացնելով խնդիրների առաջ, հիմա մենք անհատականորեն կանգնացնելու ենք իրենց խնդիրների առաջ եւ սա դեղին լույս է, սա դեռ կարմիր լույսը չի եւ սրանք կոկոմներն են, սրանք դեռ ծաղիկները չեն, մենք ինքնուրույն, սա ուղղակի նախազգուշացում, մենք ինքնուրույն եւ ինքներս, եթե պետական համակարգերը չկասեցնեն նմանատիպ բանկերի գործունեությունը, մենք ինքներս կփակենք ուղղակի նմանատիպ բանկերը։ Եք ID բանկի գլխամասից սկսել, քանի որ ինչպես տեսնում ենք այլ բանկերի։ Ասեմ, մենք ցանկացած պահի կարող ենք հայտնվել ցանկացած բանկի գլխամասի առաջը, ներսը, հետևը կամ այնտեղ որտեղ որ պետք է։ Այլ եք կխոսում բովանդակային բանկ եք մատուցում։ Այո։ Հենց ID բանկի դիպ։ Բայց ով է ասում, որ ID բանկից մենք ուրիշ տեղ չունենք գնալու։ Ուղղակի մեր քայլերի մասին մենք դադարել ենք, հա, հրապարակել, թողնանք այսպես անակնկալի կան։ Մեր հարցը կայանում է նրանում, որ կան մի շարք այլ բանկեր, ինչու հենց ID բանկից գուցե ավելի Մի շատ շարք այլ բանկեր մենք առանձնացրել ենք 3 բանկ, ովքեր աչքի են ընկնում նման գործերով, որոնց մեջ ամենաշատը, ուրեմն կարող եք էլի տեղեկատվություն ձեռք բերել, որ բանկն է, հա, ամենաշատը դատաիրավական ճանապարհով, քաղաքացիական ճանապարհով քաղաքացիներից փորձում բռնագանձել այն ապօրինի գումարները, որը կիբերհանցագործները ձեռք են բերել, գողացել են բանկերից, հա։ Ես ներողություն եմ խնդրում, ես բանկի ներկայացուցիչն եմ, հաղորդակցության ստորաբաժանման ղեկավարը։ Տաթևիկ Վարդևանյան, բանկի հաղորդակցության եւ սոցիալական ծրագրերի ղեկավար։ Կարող եք ասել, ինչ պահանջ ունեք ներկայում ID բանկից։ Մենք պահանջում ենք ID բանկից, որ անհապաղ այդ սողանցքները, տեխնիկական լուծումները անհապաղ սա մեկ եւ պահանջում ենք ID բանկից, որ քաղաքացիներից կիբերհանցագործների գողացածը, ձեր բանկերից կիբերհանցագործների գողացածը չպահանջեք անհատականորեն քաղաքացիներից օգտագործելով ձեր գերակա դիրքը։
Հարգելի գործընկերներ, թույլ տվեք հայտնել նաև բանկի դիրքորոշումը այս ամենի հետ կապված։ Զեղծարարությունների ցավոք սրտի զոհ են դառնում այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական տվյալները տրամադրում են երրորդ Նման անձանց։ բան չկա։ Մի վայրկյան, սա սուտա կեղծիք է, թույլ չեմ տալիս, որովհետև դուք սուտ ու կեղծիք եք հիմա տարածում։ Հիմա քաղաքացիներ, դուք ասեք, դուք քանի հոչ եք, դուք ձեր թիկունքում կանգնած Անցել եք որևէ հղումով։ Հղում չեմ անցել։ Ոչ, քաղաքացին թոշակառույա եւ քաղաքացին կնոպշնի հերախոսա բռնում, այնպես որ եթե շատ ցանկանաս չեն կարող տալ։ Թիվ, եթե ցանկանում եք այս ակումբը փոխի հավաքի քննադատիվ։ Ես դրանք տեսել եմ վարկը հաստատելուց 3 օր հետո։ Դեկտեմբերի 14-ին վարկը հաստատվել է, շաբաթ կիրակ ես ուշադրություն չեմ դարձրել, երկուշաբթի 16-ին տեսել եմ։ 16-ին դիմել եմ ոստիկանություն, հետո ոստիկանությունից հետո եկել եմ նայել, տեսել որ այդ երկու հաղորդագրություններ կա ու դրանք բացած չի։ Ես ոչ մի բան չեմ հաստատել։ Ոչ մի բան, ոչ մերժել եմ, ոչ հաստատել։ Մինիմալ աշխատավարձից ցածրած սեփականություն չունեմ, թույլ վարկային պատմություն ունեմ։ 2 միլիոն դրամ վարկ են հաստատել իմ անունով։ Հիմա խնդրում եմ ասեք, ում վերցրած գումար ես ինչ եղանակով ինչ ձևով պետքա փակել։ Տոկոսների իրար հետ։ Ցանկացած դեպքում քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս անպայման դիմել բանկ եւ բոլոր այդ քեյսերը, հա, բոլոր դեպքերը մանրամասն ուսումնասիրվում են։ Դիմել ենք նաև ձեր բանկին, բայց մենք էլ եթե հարցը խորհրդին է, մենք էլ խորհուրդ տանք։ Մենք խորհուրդ ենք տալիս բանկերին աշխատել օրինաչափ եւ իրավաչափ պահանջներ ներկայացնել քաղաքացիներից։ Եթե այդ պահանջները իրավաչափ չեն, ուրեմն այդ բանկերը ապօրինի են գործում մեր երկրում։ Քանի որ դուք թույլ չեք տալիս առհասարակ խոսել եւ մեկնաբանել այն ինչ դուք ասում եք, ես կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ կլինի, որպեսզի մեր լրագրող գործընկերները խնդրում եմ թույլ տվեք խոսել, որպեսզի մեր լրագրող գործընկերները նաև ձեզ հետաքրքրող հարցերը հավաքագրեն, ուղղեն մեզ եւ մենք մանրամասնորեն բոլոր հարցերին կարող ենք անդրադառնալ եւ պատասխանել։ Թոշակառույա, եթե ինքը անձամբ ներկայանալ բանկ 2 միլիոն դրամ պիտի չտայք, ինչ կիբերհանցագործ ինչ բան։ Իշեք 2 միլիոն դրամ վարկ տվել տիկնոջը։ Որովհետեւ վարկի տրամադրումը եւ քաղաքացու վարկունակությունը որոշվում է ոչ միայն իր եկամտով։ Վարկունակության մեջ կան բազմաթիվ բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս համակարգին, ընդ որում դա բանկի աշխատակցի եւ մարդկային գործոնի արդյունք չէ, այլ համակարգն է որոշում, թե որքան վարկ կարող է տրամադրել տվյալ հաճախորդին։ Կներեք, կարամ հակադարձեմ։ Ներողություն եմ խնդրում, վարկունակությունը ես դեպքից մոտավորապես 1.5 ամիս առաջ դիմել եմ ID բանկ եւ իմ վարկունակությունը գնահատվել է ընդամենը 1.400.000 դրամ։ Դրանից հետո կիբերհանցագործներին տրամադրվել է 8.560.000 դրամ։ Ոնց է բացատրում դա։ Խնդրում եմ բացատրեք հանրության առջև։ Այս պահին չեմ կարող ձեր кейսը բացատրել, որովհետեւ չունեմ հստակ տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել։ Չէ, ես իմ անձնագրով ֆիզիկապես ներկա դիմել եմ ձեր բանկին, խնդրել եմ ինձ վարկ տրամադրել, ասել եք 1.400.000 դրամա ձեր սահմանաչափը։ Դրանից հետո ոչ իմ վարկը, խնդրում եմ թողեք ավարտեմ, հետո դուք շարունակեք։ Դրանից հետո ոչ իմ աշխատավարձի չափն է ավելացել, ոչ վարկային պատմությունն է դրական տեղաշարժ ունեցել, բայց դուք կիբերհանցագործին տրամադրել եք 8.560.000 դրամ։ Երբ որ ես դիմել եմ ձեր բանկին, նկատելով որ զեղծարարության զոհ եմ դարձել, եղել է իմ հաշվի մնացորդը 5.900.000 դրամ։ Ձեր աշխատակիցը այլ ուղղորդում է տալիս, պիտի զանգես Իդրամ, պիտի զանգես չգիտեմ ուր։ Իդրամը այնտեղ նոր տարվա բերան քնած է, вообще չի խառնվում այդ գործին, զանգերին չի պատասխանում։ Հետո կրկին զանգում եմ ձեր աշխատակցին, մեկ այլ աշխատակից է վերցնում, ով որ բանից բեխաբար, նորից այս ամեն ինչը ես իրան եմ բացատրում։ Ձեր աշխատակիցը ասում է դե լավ, որ Իդրամը չի պատասխանում, ես հիմա կսառեցնեմ։ Հիմա հարց, ինչի առաջի անգամ, եթե բանկի աշխատակիցը կարող է սառեցնել, ինչի չի սառեցրել, մեկ հարց, եւ երկրորդ հարցը, ձեր աշխատակիցները ինչի չունեն այն լիազորությունները, որ կարողանան մեզ adekvat պատասխան տան, թե ինչի է նման դեպքեր գրանցվում այսքան քաղաքացիների մոտ։
Դեպքերը նորից կրկնեմ, գրանցվում են, որովհետև քաղաքացիները անցնում են հղումներով եւ որքան էլ այստեղ քաղաքացիները պնդում են, որ չեն անցնում որևէ հղումով եւ որևէ տվյալ չեն լրացնում, մեր կարծիքը չի, դա Սենց մի բան ասեմ, ներողություն եմ խնդրում, լավ, ներողություն, մենք հասկացանք, որ ձեզ լսելը քաղաքացիներին գրգռում է ուղղակի, շնորհակալություն մեկնաբանությունների։ Ես ես խորհուրդ չեմ տալիս։ Ձերարարին որտեղից ինֆորմացիա Հակոբ Հակոբյանի մասին։ Եթե քաղաքացիները հայտնվում են ծուղակում ինչ որ հղումների անցնելով, այն էլ այդ հղումները չափից շատ նման են եւ շփոթացնող տվյալ բանկերի պաշտոնական կայքերի կամ գովազդների հետ, այսինքն ծուղակում հայտնված քաղաքացուն չպետք է մեղադրենք, հեսա ID բանկ։ Ռեմզի Կայիսլի անունը Ուրեմն քաղաքացին պարտավոր չի ունենա այդքան գիտելիքներ, չունի պարտավորություն։ Դուք կարողացեք կանխել այդ դուք պարտավոր եք կանխել զեղծարարների գործողությունները։ Եվ ես խորհուրդ չեմ տալիս հիմա դուք այստեղ մեկնաբանություններ անեք, որովհետև իմ քաղաքացիներն նյարդայնանում են ուղղակի։ Քաղաքացիները ձերը չեն, անգլերենով SMS ուղարկում ենք, բոլոր հաղորդագրությունները հիմա Ես էլ եմ խնդրում եմ։ Իրաց էջերը կոտրած է եւ ձեզ գալիս են SMS-ներ նույն ձևաչափով, ինչպեսին որ բանկը ունի։ Բանկերը ասում են, որ իրենց էջերը կոտրած է, խակերների։ Մենք նման բան չենք ասում։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ կիբեր հանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող։ Որովհետև կիբեր հանցագործություն կոչվում է այն հանցագործությունը, երբ տվյալները կորզվում են բանկի համակարգից։ Տվյալները տվյալ դեպքում տրամադրվում են բացառապես քաղաքացիների կողմից։ Տրամադրվում են Եթե անգամ տվյալները տրամադրվել են քաղաքացիների կողմից, ապա դուք պատշաճ կերպով պետք է անձը նույնականացնեիք, խոսքը գնում է միլիոնավոր դրամների մասին, անհարմար է ինչ մեկնաբանություններ։ Դուք անհարմար չեք զգում տիկին։ Եթե հավաքական չեն պատասխան բանկը Հարգելի պարոն Կարագոզյան, քաղաքացիների նույնականացումը, երբ որ հարցումը վարկի կատարվում է նույնականացված հաշվից, բանկը ուղարկում է նույնականացման կոդ եւս մեկ անգամ հավաստիանալու այս կոդը դուք եք ուղարկել։ Եվ ոչ հաճախ եւ ոչ բոլոր դեպքերում մենք ձեր ասածները հնարավոր է որ ճշմարտության մեջ տեղավորվի 2-3% դեպքում, հա, բայց ոչ բոլոր դեպքերում եք դուք նույնականացնում պատշաճ կերպով Ընդհանրապես նույնականացման մասին խոսք ստեղ պատշաճ կերպով դուք տեխնիկական մեծ թերություններ ունեք, որտեղ մենք գտնում ենք, որ դուք ունեք շահագրգռվածություն։ Մեր համակարգը Ասենք այս տպավորությունը, որ ձեր երբ տեղի է ունենում Հարգելի քաղաքացիներ, եթե դուք թույլ չեք տալու, որ ես խոսեմ, այդ դեպքում անիմաստ է իմ խոսելը։ Մենք ձեզ չենք թալանում, եթե դուք կհամեմատեք։ Ես խնդրում եմ դուք քաղաքացիներին մի հրահրեք, հա, մի հրահրեք քաղաքացիներին։ Խնդրում եմ մի հրահրեք քաղաքացիներին։ Եվ կարծում եմ ինչ որ ձև կհամադրեք այդ թվերը։ Ասեք։ Միայն նախորդ տարվա ընթացքում մեր քաղաքացիները 2.5 միլիոն անգամ օգտվել են վարկային պրոդուկտից։ Մեր բանկում կոնկրետ։ Ինչ եք կարծում, բանկը ինչքանով է շահագրգռված տասնյակ դեպքերով ընդամենը, հա, ունենալ նման արդյունք։ Այսօրվա ձեր հավաքը, հարգելի քաղաքացիներ, Դուք խնդրում եմ մի խնդրում եմ, հարգելի տիկին, խնդրում եմ մի հրահրեք, ես չեմ հրահրեք, խնդրում եմ ոստիկանություն, այստեղ բանա, քաղաքացիները դյուրագրգիռ են դառնում, տիկնոջ խոսքը համահունչ չի իրականության հետ, հա, եւ քաղաքացիները բոլորը անհամաձայն են, անհաշտ են, որպեսզի կրքերը չբորբոքվեն, խնդրում եմ կանխեք տիկնոջ հրապարակային խոսքը։
Դուք չեք եկել այստեղ լսելու նաև պաշտոնական բաներ։ Ինչ լսենք, եթե չենք հավատում։ Մենք կարող ենք լսել, շփվել, համագործակցել այն դեպքում, եթե քաղաքացիների մեղավորությունը չեք տեսնում։ ծուղակի մեջ հայտնված քաղաքացու մեղավորությունը չեմ տեսնում։ Ծուղակի մեջ հայտնված քաղաքացու մեղավորությունը չեմ տեսնում։ Թույլ եմ տալիս, հիմա նորից եմ թույլ տալիս։ Սխեման հետևանքն է գործել։ Այո, ես կարող եմ բացատրել։ Երբ որ քաղաքացին տեսնում է 20,000 դրամանոց օրինակ բոնուս կամ հարցմանը մասնակցելու արդյունքում 20,000 դրամ շահելու կամ ստանալու գովազդ, անցնում է հղումով, լրացնում է իր բոլոր մուտքային տվյալները, այն է։ Նման բան չկա, նման բան չկա։ Լավ։ Այն է, քաղաքացին մուտքագրում է իր հավելվածի, գաղտնաբառը, PIN կոդը, ստացած նույնականացման կոդը, որովհետև երբ տեղի է ունենում սարքի փոփոխություն, երբ որ այլ սարքից զեղծարարը մուտք է գործում, քաղաքացին ստանում է նույնականացման կոդ, եւ այդ նույնականացման կոդը հաճախորդը մուտքագրում է նույն հղման մեջ։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ քաղաքացիները չեն ընդունել, որ իրենք որևէ տեղ մուտքագրել են այդ կոդը, բայց հետո, երբ մեզ մոտ ցույց տալով իրենց ամբողջ ընթացքը, որովհետև ներողություն, բայց մեզ մոտ ամեն ինչ լոգավորվում է եւ մենք համակարգում տեսնում ենք այդ ամբողջ ընթացքը։ Երբ որ մենք ցույց ենք տալիս քաղաքացուն, որ դու մուտքագրել ես, այս պահին ստացել ես այս հաղորդագրությունը, մուտքագրել ես այս պահին, եղել է սա, քաղաքացիները ընդունում են դրանից հետո, որ իրենք այո կատարել են այդ մուտքագրումը։ Օտար լեզվի մասին կարող եմ ասել, որ այդ բարեփոխումը մենք արդեն իսկ արել ենք եւ մենք պատրաստ ենք այո։ Եվ մեր քաղաքացիները այսուհետ ստանալու են երկլեզվի առարկում են։ Ունեն քաղաքացիներ, որ SMS ընդհանրապես չեն ստացել։ Ասեմ ում է պետք է նրանց, ովքեր հնարավոր է էլի հայտնվել ծուղակում։ Մեր զոհը չէ, զեղծարարների զոհը։ Հաստորեն այստեղ կա բանկի մեղավորություն այնքանով, որ օրինակ ինչու եք անգլերենով ուղարկում հաղորդագրությունները։ Հարգելի գործընկերներ, տեսեք, եւ բանկը շարունակաբար ուսումնասիրում է զեղծարարության բոլոր այս մեխանիզմները, բոլոր ձևերը։ Տարիներ շարունակ բանկը ներդրումներ է անում իր համակարգի թե ամրապնդման, թե առհասարակ ապահովման տեսանկյունից։ Եվս մեկ անգամ հավաստիացնում եմ, որ բանկից տվյալների արտահոսք որևէ կերպ տեղի չի ունենում եւ քաղաքացիները իրենք են տվյալները տրամադրում զեղծարարներին, անցնելով հղումով եւ լրացնելով այդ տվյալները նշված հղումով։ Եվ բանկը հետևում է ինչպես քաղաքացիների վարքին, այնպես էլ վարքագծին, հա, այսպես երևի ձևակերպեմ, վարքագծին, այնպես էլ զեղծարարների եւ շարունակաբար ձեռնարկում է միջոցառումներ, որպիսի ամեն կողմից հնարավոր լինի փակել զեղծարարների հնարավորությունները ստանալու այդ վարկերը։ Օրինակ նշեցի, դրանցից մեկը հենց երկլեզու հաղորդագրությունն է։ Մի հարց կա, էլի, մի հարց։ Այլ միջոցներ նույնպես, օրինակ, որ այլ սարքից մուտք են գործում համակարգ եւ քաղաքացին եւս մեկ անգամ կոդ է ստանում, որ փորձում են այլ սարքից մուտք գործել իր հավելված։ Նման միջոցառումները շատ են եւ մենք դրանք իրականացնում ենք շարունակաբար եւ անընդհատ։ Բնական է, որ դրանք բոլորը հայտարարել Հարգելի լրագրողներ, այս ամեն ինչը ոչ ճիշտ, երկեղծ տեղեկատվություն է։ Այս ամեն ինչը մենք լսում ենք։ Հարգելի պարոն Կարագոզյան, մենք կարող ենք նաև երևի թե զրպարտության համար այս պարագայում ձեզ հետ խոսել։ Իհարկե, դուք պատրաստ եք ամեն դեպքում գնալ դատարաններն ծածուկ ճանապարհով, բացարձակ իրականությունը հես է, եւ այստեղ բոլոր որ մեկը տեք բանկի կողմից SMS ստացել, որ մի դեպքում է, մի վարքան, որ մի դեպքում է, հարգելիս, քաղաքացին իր անձնական տվյալները տրամադրել ինչ-որ մի որևէ դեպքում քաղաքացին այստեղ հավաքված ասեք, դուք տրամադրել եք բա որն է զրպարտություն։
Կամ եթե զեղչերի մասին տեղեկանալը։ Դուք ո՞րն եք համարում այդ նշածս այդ ակցիաների զեղչերի սկզբնաղբյուրը։ Այսինքն բնակիչը ինքը գնորդը հաճախորդը ավելի շուտ ինքը ինչպես պետք է հասկանա, որ այդ բոնուսը իրականում գոյություն ունի, այդ զեղչը կամ այդ ակցիան իրականում գոյություն ունի ու իրականում դա իրական զեղչ կամ բոնուս է օգտվելու համար։ Ես ինձ թվում է այդ հարցը ուղղված պիտի լիներ մյուս կողմին, որովհետև քաղաքացին չի կարողանում տարբերի, հայտնվում ածուղակում, չի էլ հասցնում ինքը տեղեկատվություն տրամադրի, չի հասցնում քաղաքացին անձնական տվյալներ տրամադրի, խնդրեմ հարցրեք, կան տեխնիկական միջոցներ, որով հնարավոր է պարզել արդյոք քաղաքացին տրամադրել է իր անձնական տվյալները, թե չէ, հնարավոր է իր անձնական տվյալները ձեռքաբերվել տարբեր այլ աղբյուրներից, որի մասին քաղաքացին տեղեկություն ընդհանրապես չունի։ Երթուղակի մեջ հայտնված քաղաքացուն հիմա մեղադրել, որ դուք տրամադրել եք անձնական տվյալներ, ներողություն, անձնական տվյալներ, դուք լսեցիք տիկին։ Ձեզ հասել է ինֆորմացիա, որ քաղաքացիները տրամադրել են անձնական տվյալներ։ Այդ ինֆորմացիան հնարավոր է, որ հանցագործները այլ աղբյուրներից են ձեռք բերել, բայց քաղաքացիներին մեղադրել են հարցում, թե միամտորեն կնոպչնի կոճակային հեռախոսով մարդիկ չեն կարող իրենց անձնագրային տվյալները կամ իրանք չեն էլ կան այստեղ քաղաքացիներ, որ իրանք չեն էլ հասկանում անգամ որն է իրենց անձնական տվյալները կամ անձնական տվյալները։ Մենք ունեցել ենք դեպքեր, երբ որ տատիկի անունով ա եղել կամ թոշակառու կնոջ անունով ա, ու թորը փորձել ա տատիկի անունով իդենտիֆիկացիա անել, գրանցել ու թորը տատիկի անունով վարկաբերել։ Շատ լավ։ Այնուամենայնիվ այդ թորը այդ տատիկը չէր։ Բանկը պետք է կարողանալ նույնականացնել տվյալ անձը։ Այդ ոնց է 14 մյուս բանկերի մոտ ստացվում է այս process-ը, այս 3 բանկերի մոտ չի ստացվում։ Ես խնդրում եմ դրա մասին խոսացեք, էլի ներողություն։ Ես խնդրում եմ այս մասը շատ կարևոր է։ Հարցս հետևյալն է։ Հարցեր տանք եւ պատասխաններ ստանանք։ Թողնում եմ, բայց այստեղ շատ կարևոր բան ենք ասում։ 14 այլ բանկեր ոնց են կարողանում այդ սողանցքները պաշտպանել, ճշտել, զանգել։ Մենք ունենք հարգելի տիկին, մենք ունենք դեպք, որ վարկ է տրամադրվել 2 տարբեր բանկերից, 2 տարբեր ներողություն, այստեղ խնդրում եմ իմ հարցին պատասխանեք, հա։ 2 տարբեր բանկերից քաղաքացին վարկ է ստացել կիբեր հանցագործի միջնորդությամբ։ Մի բանկից տրվել է նրան 1 միլիոն դրամ, մյուս բանկից 1.5 միլիոն դրամ։ Մի դեպքում, առաջին դեպքում կանխվել է, որ վարկ ստացած եւ այդ տվյալ հաշվից փոխանցված գումարները ետ են վերադարձվել, ճիշտ գրտվել են, որ քաղաքացուն պետք չէ այդ գումարները, ետ են վերադարձվել բանկին։ ID բանկի մասով մենք ունենք բոլորովին այլ պատկեր։ Մենք ուզում ենք, որ ձեր բանկերը լավ աշխատեն, մենք ուզում ենք օգտվել ձեր բանկերից։ Հիմա ի՞նչն է պատճառը։ Խնդրում եմ այս հարցից պատասխանեք։ Ես չեմ կարող կոնկրետ այդ кейսի մասով պատասխանել բնականաբար, մինչև մանրամասն ուսումնասիրություն տեղի չունենա ցանկացած դեպքում։ Երկրորդը, այնքան դեպքեր կան, որոնք ես չեմ կարող բոլորը անգիր հիշել։ Պետք է ուսումնասիրել բոլոր դեպքերը։ Դուք ասում եք տասնյակ դեպքեր են։ Ձեր բազայից դուրս եկել են։ Բնականաբար ոչ, ես նորից ամենայն վստահությամբ եւ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման կիբեր հանցագործության մասին առհասարակ խոսք գնալ չի կարող։ Նորից եմ ասում, տվյալների արտահոսք բանկից տեղի չի ունենում եւ չի ունեցել։ Ինչ վերաբերում է դեպքերին, ես իրականում այս ամեն ինչ հիմա տեղի է ունենում, շատ ցավալի է, հա, բանկի համար, որովհետեւ համբավի հետ ենք խաղում, այսպես ասած, բայց ես անչափ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին, ովքեր այսօր այստեղ են, որովհետեւ այս ակցիաների շնորհիվ շատ ավելի շատ քաղաքացիներ կիմանան այն մասին, որ իրենց անձնական տվյալները որևէ մեկին հայտնելը հակացուցված է եւ հղումներով անցնելով ցանկացած տվյալ լրացնելը հակացուցված է։ Եվ քաղաքացու համար այսօր
ֆինանսական գրագիտությունը եւ թվային գրագիտությունը կենսական հմտությունների մեջ է մտնում, հարգելի գործընկերներ։ Սա ես ձեզ եմ դիմում որպես լրատվամիջոցներ եւ խնդրում եմ հնարավոր բոլոր ռեսուրսները ներդնել, ինչպես անում է դա ID բանկը, երկար տարիներ կրթելով երեխաներից սկսած մինչև մեծահասակներ։ Մենք ունենում ենք բազմաթիվ դասընթացներ, բազմաթիվ հանդիպումներ, բայց ցավոք սրտի ունենք այս պատկերը եւ հաստատի մարդիկ այդ թվային եւ ֆինանսական գրագիտության պակասի պատճառով ասում են, եթե օրինակ անգլերենով չուղարկեիք, գուցե հասկանայիք եւ այս ամեն ինչը չտեղի չունի։ Ես նորից եմ ասում, բարեփոխումները բանկի կողմից անընդհատ տեղի են ֆինանսական կրթություն բոլորը պիտի ունենան։ Ֆինանսական եւ թվային գրագիտությունը 21-րդ դարում պարտադիր պայման է։ Էդի ջահելները պարտադրել քաղաքացուն, դուք չեք կարող Թաթևիկ ջան պարտադրել քաղաքացուն, նույնականացրեք, որ ես եմ ուզում այդ վարկը։ Տիկին Վարդեվանյան, ունեք տվյալներ, թե քանի հոգի է նման խարդախության զոհ դարձել եւ ովքեր որ զոհ են դարձել, այսինքն ինչ լուծումներ կան մեղմելու այս իրավիճակը ու անվտանգային ռիսկերը էլ ավելի ուժեղացնելու, հզորացնելու ուղղությամբ։ Զեղծարարությունների թիվը վերջին 1 տարվա մեջ է աճել, կապված այս գովազդային հայտարարությունների հետ, հա, բավականին աճել է զեղծարարությունների թիվը, բայց ինչպես արդեն նշեցի, 2.5 միլիոն տրամադրված վարկերի մեջ, այո, 0.0 ինչքան տոկոս է, հա, կազմում այս զեղծարարությունների թիվը։ Եվ բանկի կողմից շարունակաբար ներդրվում են միջոցներ, որպեսզի մեր քաղաքացիները տեղեկացված լինեն իրենց հաշվի հետ կատարվող ցանկացած քայլի մասին, որպեսզի հիմա այդ որ ասում երկլեզու այսը բան են ստանալու, հա, հաղորդագրություն են ստանալու, դա եւս արվել է բարեփոխումների շրջանակում, որպեսզի քաղաքացին հստակ կարդա եւ տեսնի, որ իր հաշիվների հետ ինչ որ բան է տեղի ունենում, որ ձեր հաշվից, այսինչ սարքից փորձում են մուտք գործել, ձեր հաշիվ փորձում են այսինչ սարքից մուտք գործել, դա դուք եք թե չէ։ Որ բայց եթե ես տեղի են ունենում ունենում բանկ ու ինձ ասում են մենք կպատասխանենք, Մեկ ու կես օր հետո նորից ID բանկը չի կարողանում կասեցնի։ բազմաթիվ կասեցված դեպքեր հավատիացնում ենք ձեզ, բազմաթիվ կասեցված դեպքեր ունենք։ Քանի նման քրեական գործ կա։ Արդեն տեղի Տարբեր եւ Rocketline-ի եւ մյուս վարկերի հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլոր այս հարցերի համար, հարուցված ID բանկություն եմ հայտնում եւ կարծում եմ, որ մենք կարող ենք լրատվամիջոցների հարցերին լրացուցիչ պատասխանել, քանի որ քաղաքացիների հարցերը առանձին են եւ ես այս պահին որևէ մեկի տվյալներին չեմ տիրապետում, քաղաքացիների հարցերին չեմ կարող պատասխանել, բայց կարող եմ պատասխանել բոլոր մնացած հարցերին, որոնք վերաբերում են առհասարակ այս ներկայացնեք որպես բանկի ներկայացուցիչ եւ քաղաքացիների հարցեր ունեն, որոնք որ պիտի բարձաբանվեն։ Հիմա ես հնչեցնեմ իմ հարցը, խնդրում եմ ուշադիր եղեք։ Օգտվում եմ մի քանի բոլոր հարցերը ուղղել գրավոր կերպով PR շնիկ ID բանկ ԴԵՄ-ին եւ մենք բոլոր հարցերին հանրակրկիտ Այս սրանք լրիվ դիմաց հարցեր է։ Տիկին ջան, սրանք դիմաց հարցեր է։ Բազմիցս դիմել ենք եւ Ուրեմն երբ որ զեղծարը նոր սարքից մուտք է գործում, ինչի համար այդ սարքը չի բլոկավորվում առաջի հերթին։ Սարքի բլոկավորման հնարավորություն կարծում եք ունի բանկը։ Ես այս պահին մասնագիտական հարցերին չեմ կարող բնականաբար պատասխանել։ Դուք ասեք, որ դուք եկել եք, դուք ինչ պատասխանատու պաշտոն։ Ես հաղորդակցության բաժնի ղեկավար։ Իսկ կլինին այն մարդը գա, ով կարողանա պատասխանել։ Այս պահին չեմ կարող ասել կլինի պատասխանատու բանկում թե ոչ, բայց խնդրում եմ, դե որովհետև ես մասնագիտական նման հարցին չեմ կարող պատասխանել, կարող եմ պատասխանել իմ իրավասությունների շրջանակում։ Ես խնդրում եմ ձեզ նորից PR շնիկ ID բանկ.am-ին ուղարկել բոլոր հարցերը եւ մենք մանրակրկիտ ուսումնասիրենք բոլոր հարցերը ժամանակին տրված են, կոպիտ պատասխանները ստացված են, հարցերին լուծում տրված չեն, դրա համար մենք եկել ենք հասել ենք հարցնի Հիմա մի րոպե էլի կներեք։ Հիմա խնդիրը այն է, որ մենք ուզում ենք, եթե կարող է մասնագետ գա, մասնագետը իր մասնագիտական
պարտականությունների շրջանակում պատասխանել։ Մեր մասնագետները պատրաստ են ձեզ ընդունել եւս մեկ անգամ, ոչ այս պայմաններում բնականաբար կարող ենք հրավիրել ձեզ ներս եւ ուսումնասիրել ձեր կոնկրետ հարցը։ Մյուս բոլոր քաղաքացիներին նույնպես խորհուրդ եմ տալիս, որը մենք այդ հարցերը ուսումնասիրել եւ պատասխանել ձեր հարցերին։ Փողոցային պայմաններում պատասխանել նման հարցերին ես ցավոք սրտի չեմ կարող։ Իրենա որ լրատվության դիմաց է պետք պատասխանել այդ հարցերին, մենք ակցիա ենք իրականացնում, որը լրիվ իրազեկման ակցիա հստակ կատարվում, որը պետքա կատարվի լրատվամիջոցների աչքի առաջ։ Եվ այո, փողոցում շատ նորմալ երևույթ է սա։ Եթե չեք ընդունում, մենք շարունակում ենք մեր ակցիան։ Թող գա այն մարդը, որ կարողանա պատասխանի, կպատասխանի։ Հայտնում նորից այդ ակցիայի համար եւ նորից խորհուրդ եմ տալիս եւ խնդրում եմ բոլոր հարցերը ուղարկել pr@idibank.am-ին։ Կարող եք ուղղել այդ հարցերը եւ մենք կանդրադառնանք։ Դա ձեր իրավունքն է, շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Սա գաղտնիք չի։ Դուք հավանաբար օգտվում եք քարտից։ Դուք եթե մի ուրիշ քարտի, մի ուրիշ բանկի, մի ուրիշ քարտի գումար եք փոխանցում, ո՞նց եք փոխանցում։ Այսինքն գումարը փոխանցում եք, ձեզ ինչ է տեղի ունենում։ Քարտից քարտ փոխանցման միջոցով հաստատող SMS-ը։ Հաստատող SMS-ը գալիս։ Եթե նայում եմ, ես համոզում եմ, որ դա այդ հաստատող կոդը իրական է, այսինքն չի ուղարկված այլ հեռախոսահամարի միջոցով, իսկ դա հեշտ է հասկանալ, նոր ուղարկում եմ այդ։ Իսկ ոնց կբացատրեք այն դեպքը, երբ որ իմ հաշվից 5 անգամ 400,000-ներով գումար են փոխանցել 1-2 րոպեի բանով, տարբերությամբ, ու ոչ մի կոդ չի եկել ինձ, որպեսզի ես հաստատեմ։ Տպավորություն չլինի, թե ես ինչ-որ բանկի կամ Չէ, ուղղակի ես սխեման եմ ուզում հասկանամ, դուք ասում եք ձեր տվյալները ինչ-որ մեկը ունի գրանցած, ձեր օրինակ ID բանկի նույն հավելվածով մուտք, ինչի? SMS-ը, իմ գումարն է։ Իր SMS ծառայությունը բացված չի։ Բացա, ոնց բաց չի, ոնց բաց չի։ Համայն հեռախոսահամարակարգ Հասարակ օրինակ բերեմ։ Չէ, մի րոպե, լավ չէ։ Հասարակ օրինակ։ Մենք հասկանում ենք, մենք իհարկե հասկանում ենք, որ ձեր կասկածները, այո, հիմնավոր են եւ այդպես էլ պետքա լինի եւ այդպես պետքա լիներ, բայց այս դեպքերում այդպես չի եղել։ Դրա պատճառով մարդը մասնագետ է կիբերանվտանգության, մենք այստեղ փաստաբաններ, իրավաբաններ ունենք, մենք այստեղ մասնագիտական թիմ ունենք, մենք այս խնդիրները ուսումնասիրել ենք, մենք գիտենք եւ վերջապես գաղտնիք չի, որ բանկերը թալանում են եւ ոչ օրինաչափ են աշխատում։ Հիմա ինչ ես պիտի ընկնեմ ապացուցեմ, որ մածունը սպիտակ է։ Այսքանը շնորհակալություն։ Անվտանգային խնդիրներ կան այս 3 բանկերում, որը պետքա իրանք լուծեն։ Իսկ ով տուժել է այդ համակարգի միջոցով, դրանց հարցերը պետքա դրական լուծում ստանան։ Բանկը ասեցի, եթե վարկա ձևակերպված, ապա ինչու IP ադրեսը եթե փոխվել է, իմ հեռախոսով ասենք մուտք եմ գործել մոբայլ հավելված, բավականին երկար ժամանակ պտտեց, որ իբրև թե տվյալներս է ստուգում, այնուհետև անջատեցի մտածելով, որ ինտերնետի հետ խնդիր կա, թե ոչ բացվեց, ոչ նամակ եկավ։ 5 րոպե հետո եկավ պատասխան, որ ձեր դիմումի համաձայն դուք վարկավորված եք։ Զանգել եմ բանկ, մոտեցել եմ գլխամաս, ասում եմ, եթե ես չեմ արել, իմ հեռախոսով միայն մոբայլ հավելված եմ մուտք գործել ու վերջ։ Ինչու IP ադրեսը ձեր անվտանգության համակարգը չի տեսել։ Ասաց մենք չունենք նման համակարգ, մեր անվտանգությունը չի կարող ստուգել։ Ասում եմ, եթե փոխանցում եմ կատարում մի հաշվից մյուս հաշիվ, ինչի ինձ կոդ չի գալիս SMS։ Ասաց մեր բանկը դա էլ չունի։ Այսինքն սրանք բաց թողումներ են, որոնք ունի բանկային համակարգը։ Ինչպես նաև կան բաց թողումներ մեդիա դաշտում։ Նույն բանկը ինձ ասում է, հակերը ջարդել է մեր էջը եւ նույնատիպ էջ արել մոբայլ հավելվածի եւ ուղարկում է մարդկանց։ Ես ինչքանով պիտի կրթված լինեմ, եթե ես IT ոլորտի մասնագետ չեմ, այդ ինչպես պետք է ամբողջը բացեմ, կարդամ, տեսնեմ, որ դա հակեր է եւ մուտք չգործեմ։ Ես էջը իրանց ցույց եմ տալիս, ստեղ եմ մուտք գործել, նման է ձեր էջին, թե ոչ։ Ասես նույնականացված, լրիվ մեր էջն է։ Ասես դուք չեք կարող իմանալ, որ սա մենք չենք։ Ասեմ, ինչի՞ չէ մի բան անում, որպեսզի հակերները չկարողանան կոտրեն, կամ միգուցե ինչ-որ, չգիտեմ, հավելյալ SMS-ով մի հատ զանգեիք, մի հատ ճշտեիք, ասում է դե այդ համակարգը չունենք։ Հունվարից հետո նոր համակարգը մտցրել են բանկ, ասում է այսուհետ մեր անվտանգությունը կճանաչի IP ադրեսների տարբերությունը։ Բայց ես միջև հունվար եմ ես պատմության մեջ, դա ոնց ենք անելու։ Ես հասկանում որ մարդկային գործոնն էլ կարող է լինել։ Կարող ենք մենք էլ մուտք գործել, կարող ենք մենք էլ սխալ անենք։ Քնի չասում է դու կոդն էլ հավաքիր, մեկա չէիր իմանա որ դա բանկը չի։
Այդ դեպքում ո՞նց ենք անում։ Կարծում անել թե ձեր անունով բացված վարկը ինչ հաշվի համար է փոխանցվել։ Ինձ միայն տվել են միջանցիկ հաշվի համար, որը հենց կոնկրետ Արշին բանկի հաշվի համարն է եղել, այնուհետև ասեցին, որ փոխանցվել է երկու այլ համարների, որոնք ինձ չտրամադրեցին, ասես միայն քննչականը թող մոտենա դիմումով իրենց կտրամադրենք, բայց աշխատակիցը անմիջապես ասեց, դե սա սովորական ձեռագիր է, փոխանցված է Ռուսաստան, որի համար 3 օր հետո ինձանից գանձել են միջնորդավճար 8000 դրամի շրջանակներում, մոտեցել են բանկ, ասում են, ինչ փոխանցում է, որ ամեն մեկի համար 4000 դրամ է գանձել։ Ասես դե որ Ռուսաստան էքսպրես փոխանցում է կատարվում, 4000 դրամ արժի ամեն փոխանցումը։ Այսինքն իրան գիտեն ուրա գնում, իրան գիտեն միջնորդավճարը, իրան գիտեն ուղղությունը եւ ինչ չեն տալիս ոչ մի տվյալներ։ Խաղվածք եմ ուզել, մեջը միայն գրված է այդ միջանցիկ հաշվի համարը, որի միջոցով փոխանցում է կատարվել այլ քարտերին։ Այլ քարտերի տվյալներ մինչև այսօր չունեմ ոչ ես, ոչ քննչականը։ Իսկ որքան ժամանակ է ինչ այդ վարկը։ Դեկտեմբերի 23-ին։ Ինչ եք անում, չեք վճարում։ Ես չեմ վճարում, ոչ, բանկին է տեղեկացրել եմ, որ չեմ վճարելու, տարել եմ քրեական վարույթը ներկայացրել եմ, որի հիման վրա մերժման նամակ եմ ստացել, որ քրեական վարույթի համաձայն իրանք ինձ մերժում են, չունենալով դատարանի որոշում։ Կունենաք դատարանի որոշում, նոր կորոշենք, կասեցնում ենք ձեր վարկը, թե ոչ։ Բա դրա հաշվի կարող է ձեր վարկային պատմությունը։ Ես գիտեմ, կարող է ես ընկնեմ սև ցուցակ, կարող է վաղամիսօր կալանքի արդեն հասնի իմ այս ամբողջ ունեցվածքը, բայց ես միևնույնն է, երեք ստացել եմ զանգ, ասել եմ ինձ գրավոր տեսքով ուղարկեք ձեր պահանջները եւ բողոքները, ապացուցեք, որ վարկը ես եմ վերցրել, ես եմ հանել, ես եմ օգտագործել, ես էլ բերեմ վճարեմ։ Ես այդ գումարը չեմ տեսել, ոնց վճարեմ։ Իսկ օնլայն մեյլով ուղարկել են ձեզ պայմանագիրը այդ վարկի։ Ոչ։ Հաստատի քաղաքացիները վարկ չեն ստացել։ Հարգելիներս, որքան էլ որ կիբերհանցագործները դիմել են նրանց անունով, բայց այնուամենայնիվ քաղաքացուն պետք է վարկ տրամադրվեր, որ պահանջներ կարողանային ունենալ քաղաքացիների նկատմամբ։ Եթե իրանք էլ գիտեն եւ եթե հարուցված են այդ մասով քրեական գործեր, որ ըստ էության եւ փաստացի վարկերը վերցնողը իրանք չեն, ապա իրենց ուղղված պահանջները անհիմն են եւ ոչ օրինաչափ։ Եվ այստեղ այս ամեն ինչի մասին խոսալու ժամանակ ինձ ասել, որ սա զրպարտություն է, ես դա արդեն դիտարկում եմ որպես սպառնալիք։ Զրպարտությունը ո՞րն է, այսքան մարդ կանգնել է իրանց գլխի նեկածի մասին պատմում է։ Ինչ զրպարտության մասին է խոսքը, ու անընդհատ իրանք սպառնալիքներով են շփվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Չէ, մենք ուզում ենք ուղղակի իրանք որակապես փոխվեն, մենք ուզում ենք ուղղակի իրանք լավ աշխատեն եւ մենք ուզում ենք իրանց ծառայություններից օգտվենք։ Չենք կարողանում։ Այստեղ զրպարտությունը ո՞րն է, այսքան մարդ կանգնել է ֆինանսական կոլապսի առաջ։ Եթե քրեական գործ է նախաձեռնվել, արդեն փաստ է, որ քաղաքացին չի վերցել այդ գումարները։ Հետևաբար այդ բանկերի կողմից այդ պահանջները քաղաքացիների նկատմամբ անհիմն են եւ ոչ օրինաչափ։ Իսկ մի էսպիսի հարց, նայեք, դուք դիմել եք բանկ, ասեք այդ վարկը վերցվել է զեղծարարի կողմից, պահանջել եք, որպեսզի պայմանագիրը տան։ Ճիշտ է, չեն տվել, չէ՞։ Որ մեկի դեն տվել, որ մեկ, ահա։ Բա դուք չեք հարցրել, պայմանագիր չեք տվել։ Ինչ համար ես պետքա օրինակ, երկրորդ օրինակ տվեք, ինչ համար պետքա ես ձեր վարկը մուծեմ։ Այո, իրանք նման դեպքերում արդեն պայմանագիր չեն տալիս եւ պայմանագիր չտալու համար արդեն իսկ քաղաքացուն հորդորում են, որ չենք տալիս, գնացեք դիմեք ոստիկանություն, քննչական, դատարան եւ մենք դեպքեր ունենք 4 տարի արդեն շարունակ կամ ամիսներ, տարիներ շարունակ քաղաքացիները ենթարկվում են ճնշումների, իրանց հաշիվները դրվում են կալանքներում, հետևաբար իրանց գործողությունները, իրանց գործառույթները օրինաչափ եւ իրավաչափ համարվել չեն կարող։ Այո, Վահան ջան, խոսեք, ասեք ես մասին ներկայացրեք։ Ուրեմն խնդիրը հետևյալն է, որ բանկերը հնարավորություն ունեն, տեսեք, այստեղ տուժողները 3 բանկերի ներկայացուցիչներ են, այլ բանկերից փաստացի տուժող չունենք։ Մենք ոնց որ ասել են այստեղ եղել է դեպք, որ վերջերս մարտի 4-ի դրությամբ, որ այդ տուժողը եւ Converse բանկի հաճախորդ է եղել եւ ID բանկի հաճախորդ, Converse բանկով շատ արագ գումարը հետ են վերադարձել, ներողություն խնդրել մի 1000 անգամ եւ պատրաստական որ ամեն ձեւով օգտակար լինեն։ Իսկ ID բանկը մերժել է, շատ կոպիտ խոսացել եւ ճանապարհել ինչպես մյուս բոլոր ID բանկի հաճախորդներին։ Հիմա խնդիրը այն է, որ համեմատության առումով եմ ասում, ես ոչ ոքի գոված եւ հակագոված չեմ անում։
ոնց է ստացվում որ 3 բանկերում են sense դուժողներ հայտնվում, իսկ մյուս բանկերում չեն լինում։ Ես ինքս էլ այլ բանկերի հաճախորդներ եմ նայել, հաճախորդ եմ, բայց նման հարցեր չեն առաջացել, իսկ այս բանկերում ասում են մենք դե նախկինում քիչ էր դեպքերը, հիմա տենց շատացել է, արդեն աշխատում ենք, ձեր գործը ինչն էր որ նախորդ պետքա սրա դեմն առնեիք։ Այս զեղծարարության օրինակները 10 եւ ավել տարվա պատմություն ունեն եւ սրանք պետքա ուսումնասիրվեին համապատասխան բաժինների կողմից եւ կանխվեին ի սկզբանե։ Հայաստանի բանկային համակարգը շատ փոքր է եւ դրանով շատ ավելի ճկուն է, կարեին շատ արագ արձագանքել եւ սրա դեմը առնել։ Ուղղակի չեն անում, տեսեք, հարց տվեց եւ ես բանկի ներկայացուցիչին ինքը միանգամից թողեց ու գնաց, որովհետեւ պատասխան չուներ, ուղղակի տենց անորոշ բաներ եկավ խոսած գնաց։ Սարքը կարելի էր բլոկավորել, ցանկացած նոր սարք պետք է բլոկավորվի, մինչև չնույնականացվի բանկի կողմից։ Նույնականացվելու ամենատարբեր ձևերը կան բանկի մասնաճյուղում, հեռախոսազանգի միջոցով, այնտեղ բանկային գաղտնաբար ներկայացնում տարբեր կերպերով։ Դա առաջնային բանն է, բայց շատ տարբերակներ կա, որպեսզի այս դեպքերը կանխվի։ Օրինակի համար այդ լինկերը, որոնք հազարավոր լցված են ինտերնետում, կարելի է հենց իրենք այդ լինկերով անցնեին կեղծ հաշիվներ բացեին եւ իրենք հետեւեին ով է զեղծարը եւ դուրս գային զեղծարի վրա։ Շատ տարբերակներ կա, որոնք երևի այս ֆորմատով չպետք է ասեմ, եթե համապատասխան մասնագետը գար, ես իրան կասեի ու շատ կուզեի լսեի իրենց պատասխանները։ Դե մենք մեր ակցիան ենք, իրազեկման ակցիան ենք կատարում, որտեղ որ մարդկանց զգուշացնենք, թե իրենց հաշիվները այս բանկերում ինչքանով են ապահով, ինչքան չէ, իրենց որոշելուն է, մենք ոչ մեկին գովազդ կամ հակագովազդ չենք անում, այլ ներկայացնում ենք այն, ինչ որ եղել է մեզ հետ։ Այդքան բան։ Ուրեմն բարև ձեզ, դեպքը կատարվել է 21 թվականի օգոստոսի 16-ին, երբ ես եղել եմ դրսում Ռուսաստանում։ Ուրեմն Facebook սոցիալական ցանցի միջոցով խարդախության զոհ եմ դարձել։ Ուրեմն Ոմն Մարի Պողոսյան անուն ազգանունով մեկը ներկայացել է որպես ID բանկի գովազդի աշխատակից եւ ասել է, որ այսիշ բանկը ցես շահում եք, դուք ունեք շահում, ոչ մի լինք, ոչ մի բան չի ուղարկել, իմ հեռախոսահամարի հիմքի վրա, գիտենալով երևի թե իմ ձեր հեռախոսի համարը, ասել եմ իմ հեռախոսի համարը սա է։ Իմ հեռախոսի համարի հիմքի վրա իմ կարծիքով գիտեցել է նաև որ իմ տվյալների իդենտիֆիկացիա արվել է իդրամով, իդրամի հիմքի վրա ուղարկել է SMS 4 թիվ, ասել է դա մուտքարեք ծրագրի մեջ, որ ինձ ձեզ ինչ-որ գումար փոխանցենք։ Դրանից հետո 4 թիվ մուտքագրելուց հետո կատարվել է 2 վարկի ձևակերպումը Rocket Line եւ սպառողական վարկ մոտ 1.160.000։ Դա կատարվել է 4 տարի առաջ։ Ես դիմել եմ ID բանկ, դիմել եմ իդրամ, դիմել եմ ոստիկանություն, քննչական, հիմի գործընթացի մեջ է, կարևորը այստեղ այն է, որ ID բանկը հրաժարվում է այդ ամեն ինչից, մեղքը գցելով իմ վրա, որ չի կա ամեն տվյալ, բոլոր տվյալները ծերն են, եւ մենք պարտավորություն չենք կրում այդ գումարները սարեցնելու եւ մինչեւ հիմի 4 տարվա ընթացքում ինձ գալիս են տոկոսներ։ Այսինքն չեք մարում ընդհանրապես։ Ես չեմ մարում ընդհանրապես, դատարանից ինձ նամակ է եկել ըստ բանկի դատական հայցի, դատավորը մի անգամ ես դիմել եմ դատարան նամակով, իրանք մի անգամ թե երկու անգամ կասեցրել է, հետո դատավորը ոնց որ փոխվել է, թե չգիտեմ ինչ է կատարվել այդ արանքում, չգիտեմ, չեմ կարող ասեմ, ու հիմի ըստ ուրիշ դատավորի հայցի բռնականձումներ ինձից պահանջում են։ Իսկ
որ այդ ժամանակ օրինակ ասեցին շահում ունեք, չէ՞, հետաքրքրեց ինչ շահում, ինչի կարող։ Ես ասեցի ինչ շահում է, ասեց որպես բանկի շահառու բոլոր բանկերը տրամադրում են այդ շահումները։